Վաու, անհավատալի է։ Նայ սա։ Ունենք ծիրան, սալոր, նուշ, իսկ վերևում դեղց բոլորը մեկ ծառի վրա։ Եթե միշտ ուզեցել ես պատվաստում անել, բայց երբեք չես իմացել ինչպես դա հեշտ ձևով անել, հետևիր այս տեսանյութին, որովհետև ես քեզ ցույց եմ տալու ոչ միայն ինչպես պատվաստում անել, այլ նաև ինչպես ունենալ բազմապտուղ ծառ, մի բան, որ գրեթե ոչ ոք քեզ չի սովորեցնի։ Այս տեսանյութում ես քեզ ցույց եմ տալու բոլոր գաղտնիքները, այնպես որ ուշադիր եղիր, որովհետև սկսում ենք։ Պատվաստում կամ բազմապտուղ ծառ ստանալու համար որպես հիմք օգտագործելու ենք այս նուշի ծառը, թեև դու կարող ես օգտագործել նաև ծիրանի, սալորի կամ դեղցի ծառ։ Այս դեպքում օգտագործելու ենք նուշի ծառ, որովհետև հենց դա ունեմ այստեղ։ Բոլոր այս ծառերը կարող են ծառայել որպես պատվաստի հիմք, քանի որ պատկանում են նույն կորիզավոր մրգատու ծառերի ընտանիքին եւ լավ համատեղելիություն ունեն միմյանց հետ։ Այսպես մենք հնարավորություն կունենանք այս տեսակի պատվաստումներ անել տարբեր ծառերի վրա, կախված նրանից, թե տանը որն ունենք։ Լավ, իսկ այս պատվաստումը անելու համար ինչ նյութեր են մեզ պետք։ Շատ պարզ նյութեր են պետք։ Պետք է ունենալ էլեկտրական հորատիչ եւ փոքրիկ փորվածքների հավաքածու։ Եվ այստեղ շատ կարևոր բան կա, փորվածքը պետք է համապատասխանի այն պատվաստի ճյուղի հաստությանը, որը պատրաստվում ենք տեղադրել։ Եթե ճյուղը ավելի բարակ է, կօգտագործենք ավելի բարակ փորվածք, իսկ եթե ճյուղը ավելի հաստ է, կօգտագործենք ավելի հաստ փորվածք։ Ահա թե ինչու շատ օգտակար է ունենալ փորվածքների փոքր հավաքածու, քանի որ պատվաստի ճյուղերը սովորաբար նույն չափի չեն լինում, եւ այդպես կարող ենք հարմարեցնել յուրաքանչյուրին։ Նաև օգտագործելու ենք սովորական մեկուսիչ ժապավեն։ Այո, հենց այն սովորականը, որովհետև ուզում եմ, որ յուրաքանչյուրը կարողանա այս պատվաստումը անել տանը առանց հատուկ նյութեր գնելու։ Բացի այդ, օգտագործելու ենք սպիացման մածուկ պատվաստման հատվածը լավ փակելու եւ խոնավության, օդի կամ հնարավոր հիվանդությունների ներթափանցումը կանխելու համար։ Եվ իհարկե մեզ պետք են լինելու այն սորտերի պատվաստի ճյուղերը, որոնք պատրաստվում ենք պատվաստել պարգուայո կամ դեղցենի, ծիրանենի եւ սալորի ծառի։ Առաջին հերթին ընտրելու ենք նուշի այն հատվածը, որտեղ պատրաստվում ենք տեղադրել պատվաստումները։ Այս դեպքում ես ընտրել եմ այս մասը։ Պետք է հաշվի առնել, որ տեղադրելու ենք 3 պատվաստի ճյուղ, այնպես որ լավ չէ դրանք շատ մոտ կամ շատ հեռու դնել իրարից։ Խորհուրդն այն է, որ դրանք լավ բաշխված լինեն եւ յուրաքանչյուրն ունենա իր տարածքը ապագայում բողբոջելու համար։ Նաև կարևոր է ուշադրություն դարձնել կողմնորոշմանը, քանի որ եթե կարողանանք ընտրել մի հատված, որտեղ օրվա ամենաշոգ ժամերին արևը ուղիղ չի ընկնում, դա շատ ավելի լավ կլինի։ Հիմա պատրաստելու ենք պատվաստի ճյուղերը։ Վերցնում ենք առաջին ճյուղը եւ աստիճանաբար բարակեցնում դրա հիմքը։ Նպատակն այն է, որ այն ունենա մատիտի ծայրին նմանվող ձև։ Պետք չէ ծայրն անել չափազանց բարակ, բայց այն պետքա լավ հարմարեցված հիմի, որպեսզի կարողանա մտնել այն անցքի մեջ, որը պատրաստելու ենք հորատիչով, եւ նույնը անում ենք մնացած ճյուղերի հետ։ Կարևորն այն է, որ դրանք լինեն ամուր եւ պատվաստի կեղևի հետ շփման հատվածը հնարավորինս լավ լինի։ Երբ ճյուղերը պատրաստ են, անցնելու ենք անցքեր պատրաստելուն։ Հիմա ընտրում ենք ամենահարմար հորատիչի գլխիկը ճյուղի հաստությանը համապատասխան։ Այնուհետև պարզապես անցնում ենք անցքը պատրաստելուն այս կերպ։ Երբ անցքերը պատրաստ են, անցնում ենք դրանք մաքրելուն։ Կարող ենք օգտագործել փոքրիկ շիշ ջրով եւ մի փոքր ջուր լցնել ներս։ Սա օգնում է դուրս բերել թեփը կամ մնացորդները, որոնք մնացել են ներսում, եւ եթե տեսնենք որևէ փշուր կամ փայտի մնացորդ, կարող ենք այն հանել բարակ մետաղալարով։ Խորհուրդն այն է, որ անցքը լինի մաքուր, որպեսզի ճյուղը լավ տեղավորվի եւ լավ շփում ունենա։ Հիմա արդեն կարող ենք տեղադրել ճյուղերը։ Վերցնում ենք առաջին ճյուղը եւ տեղադրում անցքի մեջ։ Այն պետք է ամուր մտնի, բայց առանց կոտրվելու։ Եվ ահա գալիս է ամբողջ տեսանյութի ամենակարևոր մանրամասներից մեկը, ճյուղի կեղևը պետք է հնարավորինս մոտ լինի նուշի ծառի կեղևին, որովհետև հենց այդ հատվածով է հոսում հյութը եւ այնտեղ է տեղի ունենալու միացումը։ Եթե ճյուղը լրիվ կենտրոնում է եւ չի շփվում ծառի կենդանի մասի հետ, շատ հավանական է, որ այն չի աշխատի։ Ուրեմն համոզվում ենք, որ դրանք լավ սխմված են տեղադրված, յուրաքանչյուրն իր համապատասխան անցքում սենց։ Երբ 3 ճյուղերն էլ տեղում են, անցնում ենք հատվածը փակելուն։ Վերցնում ենք սպիացման մածուկը եւ վրձնով գցում ենք յուրաքանչյուր պատվաստի շուրջը։ Սա օգնում է պաշտպանել վերքը։
Այն նաև կանխում է օդի կամ ավելորդ խոնավության ներթափանցումը եւ օգնում է, որ ծառը ավելի լավ փակվի այդ հատվածում։ Բացի այդ, շատ սպիացման մածուկներ սովորաբար պատրաստված են խեժից, մոմից, իսկ որոշ դեպքերում պղնձի հիմքով միացություններից կամ սնկասպան նյութերից, որոնք օգնում են պաշտպանել վերքը սնկերից եւ այլ վարակներից։ Ահա թե ինչու դրանք այդքան խորհուրդ են տրվում, հատկապես պատվաստումների ժամանակ, երբ խոնավության կամ հիվանդությունների ցանկացած ներթափանցում կարող է փչացնել կատարված աշխատանքը։ Բայց կարելի է անել առանց սպիացման մածուկի։ Այո, կարելի է։ Իրականում, եթե չունեք սպիացման մածուկ, կարող եք ժամանակավորապես օգտագործել նաև ալոե վերը, քանի որ ալոեն ունի պաշտպանիչ հատկություններ եւ օգնում է պահել հատվածը խոնավ։ Բայց առանց որևէ կասկածի, եթե ուզում ենք առավելագույնս մեծացնել հաջողության հնարավորությունները, սպիացման մածուկն անհամեմատ ավելի լավ է եւ ամենաառաջարկվող տարբերակն է։ Հիմա ամեն ինչ լավ կփցնենք, վերցնում ենք մեկուսից ժապավենը եւ մի քանի պտույտ անում պատվաստի հատվածի շուրջը։ Նպատակն է, որ պատվաստի ճյուղիկները բացարձակապես չշարժվեն ոչ քամուց, ոչ ճյուղին դիպչելուց, ոչ էլ որևէ փոքր հարվածից։ Եթե ճյուղիկը շարժվի առաջին օրերին, պատվաստումը կարող է ձախողվել։ Ուրեմն ձգում ենք այնքան, որ լավ պահի, բայց առանց ամբողջությամբ խեղդելու հատվածը։ Եվ հիմա գալիս է եւս մեկ կարևոր քայլ։ Մենք պատրաստվում ենք ստեղծել փոքրիկ ջերմոցային էֆեկտ։ Դրա համար կօգտագործենք պլաստիկ տոպրակ։ Քանի որ 3 պատվաստները տեղավորվում են նույն տոպրակի մեջ, մեզ հարկավոր չէ մի քանի հատ օգտագործել։ Տոպրակը դնում ենք այնպես, որ ծածկի 3 ճյուղիկները եւ նրբորեն փակում ենք մեկուսից ժապավենով, որպեսզի լավ փակված լինի։ Իսկ ինչու ենք սա անում։ Քանի որ այսպես ներսում խոնավությունը պահպանում ենք եւ կանխում ենք, որ ճյուղիկները չորանան, քանի դեռ չեն միացել ծառին։ Այս քայլը վճռորոշ է եւ կարող է զգալիորեն մեծացնել պատվաստման հաջողության հավանականությունը։ Այստեղից սկսած մնում է սպասել։ Հաջորդ շաբաթների ընթացքում չպետք է անընդհատ դիպչենք ճյուղիկներին։ Պետք է հետևել, որ տոպրակները մնան իրենց տեղում, շատ ջուր ներս չմտնի, փտացություն չլինի եւ պատվաստված ճյուղը չշարժվի։ Նաեւ կարեւոր է, որ ծառը ճիշտ ջրվի առանց ջրով լցվելու։ Եթե պատվաստի հիմքը ուժեղ է, շատ ավելի շատ էներգիա կունենա նոր պատվաստները սնուցելու համար։ Արդեն մոտ 3 ամիս անցել են պահից, երբ սկսել ենք այս նախագիծը, եւ հիմա պատրաստվիր, որովհետեւ այն ինչ տեսնելու ես, իսկական հրաշք է։ Նայ տոպրակներին ես սա։ Այո, ճիշտ է, մենք հաջողել ենք։ Մենք հաջողություն ենք ունեցել։ Ճյուղիկները բողբոջել են, եւ դա նշանակում է, որ պատվաստումը հաջողվել է։ Այս պահից սկսած, հենց այս նուշի ծառի վրա տարբեր տեսակներ միաժամանակ են աճելու։ Մենք ունենալու ենք նուշ, դեղց կամ պարագուայո, ծիրան եւ նաեւ սալոր, բոլորը մեկ ծառի վրա։ Անկեղծ ասած, սա ինձ համար դեռևս իսկական հրաշք է թվում։ Հնարավորություն ունենալ տարբեր մրգեր աճեցնել նույն ծառի վրա, դա անհավատալի բան է։ Եվ եթե սա տեսնելուց հետո դեռ կա մեկը, ով կարծում է, որ բնությունը տպավորիչ չէ, թող գա ու ինձ բացատրի։ Հիմա մեկնաբանություններում գրիր, որ մրգով ես փորձելու, կամ եթե տեսանյութի վերաբերյալ հարցեր ունես, գրիր այստեղ ներքևում, եւ ես կօգնեմ քեզ։ Իդեպ, եթե տեսանյութը քեզ դուր է եկել, խնդրում եմ դուր եկավ տուր, բաժանորդագրվիր եւ միացրու զանգակը, որ չկորցնես հաջորդ տեսանյութերը։ Եվ իդեպ գրիր նաեւ, թե որ երկրից ես ինձ դիտում։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ուժեղ գրկախառնություն եւ մինչ հաջորդ հանդիպում։